Սա նորմալ է։ Սա իդեալական վիճակն է։ Սարքը սենսորով հենց նոր ստուգեց կրակայրիչները պատրաստ են շուկա մտնել։ Այն, որ 8 տարի է Հայաստանում կրակայրիչ է արտադրվում, հայտնի դարձավ վերջերս, երբ ընկերությունը կառավարությունից արտոնություն խնդրեց 1 միլիարդ դրամանոց ներդրման համար։ Կախվածությունը նա էր, որ գումարը դնեինք այլ կոպիտ ասած հումք նյութերի մեջ։ Հումքը առանց մաքսատուրքի ավելացած արժեքի հարկնել 3 տարով հետաձգված բերել են Չինաստանից։ Մնացած ամեն ինչը կրակայրիչի պատյանի պատրաստումից մինչև գազով լիցքավորում տեղում են կազմակերպում։ Տնօրենը հպարտությամբ բացում է ցուցադրական պահարանի դուռը։ Ունենք ուրեմն 3 տեսակի սև կրակայրիչը, մեր սովորական, որ շուկայում գերակշռով արտադրված կազմում։ Ունենք նույնի գույնավորը, ունենք խոհանոցի կրակայրիչներ։ Խոհանոցի կրակայրիչները ներկրված դետալներից դեռ միայն հավաքում են։ Փոխարենը փոքրերի արտադրությունն ամիսը 1 միլիոն հատից շուտով կհասցնեն 3 միլիոնի։ Չինական պատրաստի կրակայրիչներին ասում են, հայկականը որակով գերազանցում է, գնով էլ մրցունակ է։ Արդյունքում շուկան մեծացրել ապրանքի մոտ 55%-ն այս տարվանից արտահանում են։ Արտահանում ենք ԵՏՄ, երրորդ երկրներ, Վրաստան, պլանավորում ենք արդեն մեծ շուկաներ, Բելարուսում ունենք արդեն բանակցություններ ենք վարում։ Ապրանքը դրսի թե տեղական շուկաներ ուղարկելուց առաջ մտնում է տպիչ հաստոցի տակ։ Հայկական կրակայրիչներին Սահլևսում դաջում են ֆիրմային տարբերանշանը բոց։ Ժամում հազարակ։ Արտահանումն ու արտոնության դիմաց խոստացած 30 նոր աշխատատեղը ապահովել են ներդրումն ամփոփում են ընկերությունում։ Բիզնես նպատակներն իրականացնելու համար մինչև տարեվերջ էին ժամանակ ստացել։ Հասցրին ձյունը չեկած։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։